Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Վիլյամ Գերնալ, օր հունիսի 15։ Զգոն եղեք, արթուն եղեք, որովհետև ձեր թշնամին սատանան մռանչացող առյուծի պես շրջում է և փնտրում, թե ում կուլ տա։ Առաջին Պետրոս 5:8 խոսք։ Սատանան նենգ ու խորամանկ թշնամի է։ Քրիստոնյայի համար ամենամեծ վտանգը հաճախ նրա ուժը չէ, այլ նրա խաբեությունն ու հնարամտությունը։ Աստվածաշունչը նրան կոչում է հին օձ, այն օձը, որ բոլոր արարածներից առավել խորամանկ էր, և հին, որովհետև դարերի ընթացքում անչափ մեծ փորձ է կուտակել չարիքի մեջ։ Եթե նա կարողացավ խաբել մարդուն նրա անմեղ ու կատարյալ վիճակում, ապա որքան ավելի կարող է փորձել խաբել ընկած մարդուն, որի միտքն ու ըմբռնողականությունը խաթարվեցին Ադամի անկմամբ և երբեք լիովին չվերականգնվեցին։ Մարդը կորցրեց, իսկ սատանան իր փորձառությունն ավելացրեց։ Նա կորցրեց ճշմարիտ իմաստությունը, երբ ապստամբեց Աստծո դեմ, սակայն իր նենգությունն ու խորամանկությունը շարունակ աճեցին։ Թեև նա չունի բավարար իմաստությունն ինքն իրեն բարիք անելու համար, սակայն ունի բավական խորամանկություն ուրիշներին վնասելու և մոլորեցնելու համար։ Աստված հայտնում է մեզ, թե որտեղ է գտնվում սատանայի ուժի հիմնական հենարանը, երբ ասում է, որ պիտի ջախջախի օձի գլուխը։ Գլուխը ջախջախված օձը կորցնում է իր զորությունը և կործանվում։ Ուստի երբ ուսումնասիրում ենք սատանայի նենգությունն ու խորամանկությունը, պետք է դիտարկենք նրա երկու հիմնական մտադրությունները և հասկանանք այն հնարքներն ու ռազմավարությունները, որոնցով նա գործում է։ Դրանցից առաջինը մարդուն մեղքի ճանապարհի վրա դնելն է, նրան հեռացնելով Աստծուց և առաջնորդելով անհնազանդության մեջ։ Իսկ նրա երկրորդ հիմնական նպատակը հավատացյալին մեղքի համար մեղադրելն է, նրա հոգին խռովեցնելը ու տանջելը։ Նրա նենգությունը հատկապես երևում է նրանում, որ նա գայթակղությունների համար ընտրում է ամենահարմար պահերը։ Ինչպես գրված է. «Ամեն բանի ժամանակ կա» Ժողովող 3:1 խոսք։ Յուրաքանչյուր գործ ունի իր նպաստավոր պահը, և ով կարողանում է այն ճիշտ գործածել, հեշտությամբ է առաջ տանում իր նպատակը։ Այդ իսկ պատճառով ժողովողն ասում է, որ մարդը հաճախ ձախողվում է իր ծրագրերում, քանի որ մարդը չգիտի իր ժամանակը։ Ժողովող 9:12 խոսք։ Իսկ սատանան լավ գիտի իր ժամանակը։ Նա չի հայտնվում ուշացած, երբ առիթն արդեն կորել է, այլ գործում է ճիշտ այն պահին, երբ մարդն առավել խոցելի է և գայթակղությանը հակված։